ամեն անգամ հարազատներից մեկին էին թողնում եւ ընթացավ տես բաներով, ճշգրտումներով եւ եկավ վերջի խոսքի պահը։ Առաջինը ինձ տվեցին խոսքի իրավունք, դատախազ Ղամբարյանը խոսեցի եւ ինձ ասեց. Ռազմիկ, ես ինչ ես անում։ Իրենք ասում ին վրա քիչ գործ կար, ին վրա ընդհանուր տպագրություն էր։ Իսկ Ռազմիկի մենք գործընկերներ էինք Ազատի եւ Ռազմիկ Զորաբյանի հետ։ Նրանց վրա բազմաթիվ հոդվածներ կար, անչափահասների ներգրավում, Լենինի նկար, մի խոսքով։ Իսկ իմ դեպքը գրեթե բան է։ Եվ իրենք մի քանի անգամներ ասում են, որ իրենք շահագրգիռ են բաց թողնելու։ Չէ, որ ես բանը քիչ ստանամ։ Երբ որ ես խոսեցի, դատախազը խանգարմիջը ասեց. «Այս ինչ ես անում»։ Խանգարում է ինքը, խնդրում եմ դուրս հրավիրեք։ Հետո խոսքս ավարտեցի կեցցե ազատ անկախ Հայաստանը։ Բարերով ու ինձանից հետո խոսեց Ռազմիկը նույնպես հայտարարեց ազատ անկախ Հայաստանի մասին։ Հետո Ազատը խոսեց, հուզվեց, չկարողացավ ավարտել իր խոսքը, չնայած հայտարարեց ազատ անկախ Հայաստանի մասին, բայց դատարանը այդքան էլ հաշվի չառավ։ Մի խոսքով նրանց հոդվածները դատախազի պահանջը մնաց նույնը, իսկ դատավորը սովորաբար 2 տարի նվազեցնում էր, վատագույն դեպքում թողնում էր նույնը կալանքը պետական մեղադրողի կալանքի համեմատ։ Եվ դատավորը իմ այդ վերջի խոսքի համար 2 տարի աքսոր ավելացրեց։ Դա բացառիկ դեպք էր։ Ընդհանուր առմամբ ինչքան էր։ Ընդհանուր առմամբ 6 տարի, 4 կալանք 2 աքսոր, իսկ վերջնամասում արդեն աքսորից մնացել էր մեկ շաբաթ որ տուն գայ, նորից ինձ գործ հարուցեցին քրեական գործ, փախուստ հոդվածով տվեցին։ Փախուստի։ Ոչ։ Այդ ժամանակ 80 թվականն էր, օլիմպիադան էր, Մոսկովյան օլիմպիադան էր, ու մաքրումներ էր գնում, օլիմպիական մաքրումներ են կանվանել դրան, եւ Մոսկվայից մինչեւ Վլադիվոստոկ ճանապարհը պետք է մաքուր լիներ։ Այդ ժամանակ էր, որ անմիջապես ձերբակալվեց Չեռնոբիլը, ուկրաինացի ընկերներից իմ 14 եւ 17 օր տարբերությամբ Վասիլ Ստուսը եւ ես եւ Վասիլ Ստուսը։ Այս մեր երեքը այդպես կրկին անգամ ձերբակալվեց։ Հետո ստացա 3 տարի եւ հերոյանք սովետական իրականությանը։ Նրանք նախկինում ճամբարներից գրած իմ դիմումներն էին, որ այդ իրենց պահոցներից հանեցին եւ ներկայացրեցին որպես հերոյանք սովետական իրականությանը։ Այսինքն այնքան ծիծաղել էր այդ ամենը, երբ որ այսինքն ամեն քայլափոխի դու զգում էիր քո անզորությունը այդ տոտալիտար ռեժիմի, այդ անմարդկային ռեժիմի դեմ հանդիման, ամեն վարքյան, այդ մարդկային եսը, անզորությունը, ամեն վարքյան էր դա նկատելի։ Դուք պատկերացնում եք, երբ որ քեզ դատապարտում են առանց պատճառի։ Դրանից սարսափելի բան չկա։ Ինչքան ավելացավ ձեր պատժը։ Ուրեմն, այսպես էր, չնայած փախուստը, այսպես էր, աքսորավայրից ես մի քրեական կալանավորի հետ, հայ, դիմեցինք պետի, ներքին գործերի պետի տեղակալին, հեռախոսով ասեցինք, որ կարող են գնալ շրջկենտրոն, ասենք ես դեղեր ունեի գնելու։ Ասեցին այո։ Եվ այդպես մենք նստեցինք ավտոբուս, մեկնեցինք շրջկենտրոն եւ մեզ կանգնացրեցին, ավտոբուսը կանգնացրեցին փաստաթղթերի ստուգում պատրվակով, մեզ ձերբակալեցին։ Երկուսից տարան։ Ինձ ուրեմն իրեն թողեցին, իսկ ինձ տարան կեպեզը։ Պատկերացնում եք ինչ տեղի ունեցավ, արդեն վերջի բջիջներով դու պատրաստ էիր հարազատներին տեսնելու։ Ես ասում եմ, 4 տարիների մեջ ես տեսակցություններ 1-2 տեսակցություն եմ ունեցել ընդամենը։
Մայրս եկավ, եղբայրս, իմ Լևոն եղբայրը, ուրեմն եկել էր առաջի տեսակցության, վերել էր քույրերիս եւ մայրիկիս։ Ուրեմն Մոսկվայում ինքը բաներ արել, վարձել էր 2 բեռնակիր, այդ իրերը տանելու եւ վերել էր Մորդովիա։ Այս երևույթը Մորդովիայում բանը առաջացրեց։ Դրանք բաներն են այդ պասյոլկայում, որտեղ որ մեր ճամբարներ, այնտեղ շատ արտարոց էին բաներ, այ մարդիկ ով են սրանք, բանը Մոսկվայից 2 բեռնակիր իրեր կարող է վարձել, վճարել եւ վերել են։ Երբ որ տեսակցությունից հետո երբ որ վերադարձել էր ինքը, հանդիպել էր մայրիկին ու քույրերին, առաջարկել էր նույն բանը, բայց մայրը չէր համաձայնվել։ Չգիտեմ, երևի շատ բաներ են ինչ-որ, բայց բաներ արել, այդ մարդիկ օգնել էին այդ իրերը կայարանում տեղափոխելու, տեղավորելու եւ այլն վճարել դրանց համար, որտեղ Դիկենզինան ինչքանից տեսնում էր այդ դեպքն էր հիշում, ուրախությամբ հիշում էր այդ դեպքը, զարմանքով էր հիշում այդ դեպքի մասին։ Դա առաջի տեսակցությունն էր։ Ոնց անցավ։ Շատ տխուր էր։ Տարեցները հարցրեցին, դուք դուրս ու ներս անում եք, այսինքն այնպիսի հարցեր են տալիս, իրենց չիմացություն մեկ սկսում մեզ բան անել։ Ազդել։ Զարմացնել։ Ասում եմ, բա ինչի է դեր մտքով այդպիսի բան անցնում։ Մայրս էր հարցնում։ Ասում որ մեկ եկանք, բոլորը ասում էին Մարկոսյանից հարազատներն են, Մարկոսյանի հարազատներն են։ Ու ես բացատրեցի ինչ արժեք, ասում, տեսեք, այս բանը, մի ամբողջ սերունդ, այդ մենտերի սերունդ է այստեղ, կանվոների սերունդ է։ Այստեղ որևէ այլ աշխատանք չկա։ Նրանք գենետիկորեն դառնում են, խանցում են այդ արեստը մեկը մյուսին։ Հայրը որդուն, որդը։ Եվ տեսեք, մենք պատված էինք փշալարերով, ցանկապատով եւ այլն։ Եվ չի բացառվում, որ մեր լուսանկարները դրսում ցույց էին տալիս, մեզ ներկայացնում էին որպես վտանգավոր անձ։ Եվ ծանոթացնում էին մեր պատկերը ծանոթացնում էին բնակիչների հետ, որ փախուստի բաների դեպքում, որպեսզի բան լինի։ Այսինքն, այդ ցանկապատից, փշալարից են կողմ գոյանում էր այդ պաշտպանական մի ուրիշ շերտ։ Այլապես ու տղից էր տպավորությունը մայրիկիս, որ մենք դուրս ենք գալիս ժողովրդից շփվում ենք, զրույց ենք անում, որ հարաբերվում ենք։ Գիտեք, առաջինը մեզ դատավարությունից հետո Երևանի Պակից սովորաբար մեզ Պակից էին հետապով տանում, քանի որ այնտեղ կար Պարուրի հանգամանքը եւ Անդրանիկ Մարգարյանը, մեզ տեղափոխեցին Երևանի բանտ։ Այդ Կրկեսի մամուլի շենքի բակում։ Երևանի բանտ եւ այնտեղ եղբայրս նորից անընդհատ տեսակցություններ էր անում, որտեղ բանտը Պակի հսկողությունից դուրս էր։ Այնտեղ ավելի կոռումպացված բաներ հիմնարկեր կարելի էր ձեռք բերել, գնել տեսակցությունները, էլ չեմ ասում ծանոթներ եւ այլն։ Ծնողներս եկան առաջի անգամ Երևանի բանտ տեսակցություն, մայրս քանի որ ինքը պայքարել էր հոր համար, եղբոր համար, մյուս եղբայրը, մեծ եղբայրը, իրենից փոքր եղբայրը, ուսուցիչ էր, որին տարան բանակ եւ չնայած բանկար, բրոնյակար ուսուցիչներին, ուրիշի տեղ տարան նորից էլի այդպես անարդար, որտեվ դատապարտվածի ընտանիք էր։ Մի խոսքով հոր արդարացմամբ այդքան ճանապարհ էր անցել, 63 թվականին արդարացրեց հորը, գտնելով այդ նույն վկաներին, ովքեր ցուցմունք էին տվել։ Նորից բան կազմակերպեց, մի խոսքով շատ ակտիվ կին էր։ Առաջի բանը, որ ինձ ասաց, որ տղա ջան, չմտածես, աշխարհի որ ծառում լինես, ես կգամ։ Երբ որ ես աքսորում եմ, իմացա, որ ուզում եմ գալ ինձ հետ աքսորում ապրել։ Ես պատացա դրանից։ Լավ, որ մեխի համար։ Ասեն ձեզ չեն կշտամբել ծնողները։ Չէ, իրենք փաստի առաջ են կանգնել արդեն։